Բարև ձեզ հարազատներս, այսօր առաջի անգամ կյանքիս մեջ այս վերջի շաբաթվա մեջ բժշկական հայտնություն եմ ունեցել, այսպիսի բան բժշկության մեջ չգիտեմ ունենում են բժիշկները թե ոչ, իմ մոտ առաջի անգամ է անպտղության վերաբերյալ, կուզեմ ձեր հետ կիսվել, հիշեցնեմ, որ մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Բժիշկները որ լսեն, հիմա կարող է մտածեն, թե ինչ-որ քան էլ կարևոր բան չեմ ասում, որովհետև թեթև նյուանսներ են այդ, որ ասում եմ հայտնություն, այնպեսի բան չեմ ասել, որ դուք չգիտեք կամ բժիշկները չգիտեն, բայց մոտեցման փոփոխություն տեղի ունեցավ իմ մոտ անպտղության վերաբերյալ։ Անպտղության վերաբերյալ առանձին տեսահոլովակ ունեմ, որտեղ մանրամասն բացատրում եմ դա ինչ է, որ զույգը չի կարողանում երեխա ունենալ։ Զույգին բացատրում ենք, որ հղիություն զարգանալու համար մի շարժուն, առողջ շարժուն սպերմատոզոիդ է պետք, որ կարողանա մտնի հեշտոցից արգանդ, արգանդից արգանդափող եւ արգանդափողում հանդիպի ձվաբջիջին։ Կնոջ մոտ ձվաբջիջները պահված են ձվարաններում, ֆոլիկուլների մեջ ու պարբերաբար ամիսը մեկ ֆոլիկուլներից մեկը մեծանում է, պատրվում է, ձվաբջիջը դուրս է գալիս, մտնում արգանդափող ու արգանդափողում հանդիպում սպերմատոզոիդին։ Նոր արդեն միասին ուրախացած բազմանալով գալիս են ու կպնում են արգանդի խոռոչում։ Ու բուժարուներին զույգին պատմում ենք, որ առողջ սպերմատոզոիդը պետք շարժուն, ձվազատումը պիտի ժամանակին լինի եւ ճանապարհները պիտի բաց լինեն, որ միասին իրար հանդիպեն եւ հղիությունը զարգանա։ Բուժարուներին պատմում ենք, որ տարբեր մեթոդներ կան, սկզբից զուգընկերոջն ենք ստուգում, ամենահեշտն է զուգընկերոջը ստուգել, տեսնենք սպերմատոզոիդները ինչ վիճակում են, հետո սկսում ենք կնոջը ստուգել, տեսնենք ձվազատում տեղի ունենում թե չէ, հորմոններն ենք ստուգում, ճանապարհն ենք ստուգում, որ տեսնենք ճանապարհը ինչքանով է բաց, հնարավոր է սպերմատոզոիդը ձվաբջիջին հանդիպի թե ոչ։ Ու այս ճանապարհները պատմել եմ արդեն, որ ստուգում ենք ռենտգեն մեթոդ ենք օգտագործում, գերձայնային հետազոտությամբ, ես դրանով շատ եմ զբաղվել կյանքիս մեջ, գերձայնային հետազոտության մեթոդով ստուգենք փողերի անցանելիությունը եւ կա այսպես մի բան ախտորոշիչ լապարասկոպիա, այսինքն կամերան մտցնում ենք որովայնի խոռոչ, հեղուկ ենք լցնում կնոջ արգանդ եւ տեսնում այդ լապարասկոպիայի ժամանակ տեսնում այդ հեղուկը դուրս է գալիս փողերով թե ոչ, հեղուկը գունավոր է, կապույտ գույն ու տեսնում ենք եթե դուրս է գալիս ուրեմն փողերի մեջ անցանելիությունը նորմալ է։ Ախտորոշիչ լապարասկոպիան մի քանի նպատակով ենք օգտագործում, ոչ միայն որ տեսնենք փողերը անցանելի են թե ոչ, այլ միաժամանակ տեսնենք եթե կան կպումներ, որոնք չեն թողում փողը նորմալ աշխատի, այդ կպումներն են քանջատում, եթե փողը անցանելի չի կարող ենք բացել, արգանդափողերի պլաստիկա ենք անում, բացում ենք արգանդափողերը, եթե էնդոմետրիոզ կա, հնարավոր է այդ էնդոմետրիոզ, ոչ բոլոր էնդոմետրիոզներն է հնարավոր բուժել վիրահատական մեթոդով ու փորձում ենք այդ էնդոմետրիոզ օջախները վերացնել, որ կարողանա հղիություն զարգանալ։ Այս ամենը բացատրած է ու այնպես չէ որ բժիշկները սա չգիտեն, բուժարուները լավեցվածից տեղեկացված են։ Բայց 35 տարեկանից բարձր կանայք, որ դիմում են անպտղությամբ, առաջնահերթն է, որ ուղարկել ռեպրոդուկտոլոգի խորհրդատվության, քանի որ տարիքի հետ, հիշում ենք 35 տարեկանից հետո կնոջ մոտ ձվաբջիջների պաշարը սկսում է կտրուկ նվազել, դրա համար մինչև մենք արգանդափողեր ստուգենք, մինչև տարբեր մեթոդներ, հորմոններ ստուգենք, ձվազատում ստուգենք եւ այլն, միանգամից ուղարկում ենք ռեպրոդուկտոլոգի մոտ, այսինքն այն բժիշկով արտարգանդային բեղմնավորությամբ են զբաղվում, էկո լսել եք, որ միանգամից ձվաբջիջը վերցնում են, սպերմատոզոիդը վերցնում են, էմբրիոն են պատրաստում եւ տեղադրում։ Սա ամենաճիշտն է, ընդունված է բժշկության մեջ։ Ու ես այդպես էլ անում էի, բայց 2 տարի Հայաստանում մի տեսակ բժշկություն ուրիշ ձև է, քան Ռուսաստանում։ Ռուսաստանում դու ավելի մեքենայի նման ես աշխատում, եկավ, բուժեցիր, գնաց, եկավ, իսկ այստեղ կապը մեծ է։ Կան բուժարուներ, ովքեր անգամ չեն գալիս բուժման, բայց ինձ բաներ են գրում, ու կապ ունենք իրար հետ։ Ավելի խորը մտնում ես մարդու կյանքի մեջ, տեսնում որ ինչքան անհաջող արտարգանդային բեղմնավորությամբ
փորձեր կան արված արդեն։ Գիտենք, որ այս անպտղությունը հոգեբանորեն էլ է մարդու վրա ազդում, դեպրեսիա առաջացնում, որ մարդ չի ուզում դրանով զբաղվի, անհաջող է, սկսում է իր մասին իր վրա կասկածել, որ ինքը քան անհաջող կերպար է, որ իրան Աստված երեխա չի տալիս, բան, միշտ իրենց կանգնացնում ասում են սատանան հենց էդ էլ ուզում է, որ դուք ձեր վրա խաչ քաշեք, ու մարդիկ նորից են գնում փորձել բան, բայց ոչ բոլոր դեպքերն են հաջող։ Ու հիմա անընդհատ ու մի կողմից էլ գալիս է Լեյլա Վլադիմիրովնայի ասածը, երևի պատմել եմ, որ այսպիսի մեծ հաջողություն եմ ունեցել իմ կյանքի մեջ, երջանկություն, որ որոշ ժամանակ կարողացել եմ Լեյլա Վլադիմիրովնա Ադամյանի հետ աշխատել։ Մի գեր անձնավորություն, մեծ ներդրում ունեցող մանկաբարձություն գինեկոլոգիայի զարգացման ոչ միայն Ռուսաստանի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհի մասշտաբով մանկաբարձության գինեկոլոգիայի մեջ, ու իր ասածները չես կարա մոռանաս, միշտ ման հիշում եմ, որ անատոմիան վերականգնեք, այսինքն վիրահատության ժամանակ ամեն օրգանների աշխատանքը տեսնենք վերականգնվի։ Հիմա եկել է արդեն այսպես երևի այս հայտնությունս ինչում էր, որ անգամ եթե բուժառուին ուղարկում եմ 35 տարեկանից բարձր անպտղություն ունեցող ուղարկում եմ ռեպրոդուկտոլոգի խորհրդատվության, միաժամանակ մի քիչ ավելի բացատրեմ այդ ախտորոշիչ լապարասկոպիայի կարևորությունը անգամ իրենց մոտ, ջահելների մոտ, երիտասարդ աղջիկների մոտ, կանանց մոտ ժամանակ ունեն, կարող ենք տարբեր մեթոդներ փորձարկել, բայց մեծահասակներին միանգամից ուղարկում ենք ռեպրոդուկտոլոգի մոտ։ Այ հիմա ես ավելի բուժառուներին, քանի որ ռեպրոդուկտոլոգների մոտ ոչ բոլոր դեպքերն են հաջողվում, կան կանայք, ովքեր տարիներով փորձում են հղիանալ ու չի ստացվում էկոյով, իրենց առաջարկենք այս ախտորոշիչ լապարասկոպիան, որ տեսնենք օրգանները ինչպես են ֆունկցիոնալ են թե ոչ, այսինքն արգանդափողերը, նորից եմ ասում, ստուգենք նրանց լապարասկոպիկ մեթոդով ստուգենք, որը ամենաճիշտն է, որովհետև կան խնդիրներ գերձայնային մեթոդով եւ ռենտգեն մեթոդով ստուգելու դեպքերում, միաժամանակ բուժենք այդ կպումները վերացնենք, եթե կա էնդոմետրիոզ բուժելի բուժենք, եթե կարելի է պլաստիկա անել արգանդափողերի կատարենք դա, որ կինը անգամ այդ էկոների արանքում հնարավորություն ունենա ինքնուրույն հղիանալու։ Դա ոչ միայն լապարասկոպիա ենք անում, այլ նաև հիստերոսկոպիա ենք անում, այսինքն կամերան մտցնում ենք արգանդի խոռոչ, որ տեսնենք խոռոչը նորմալ է, ներսում կպումներ չկան, արգանդախոռոչի եւ այլն, եթե կան բուժենք։ Հայտնությունը սա է, որ անգամ 35 տարեկանից բարձր կանանց առաջարկենք այս ախտորոշիչը, անգամ ինքը լապարասկոպիայի վիրահատություն է, իհարկե մի փոքր ռիսկ կա, քանի որ վիրահատություն է բարդությունների, բայց այնքան չնչին է այդ ռիսկը, եթե դա ախտորոշիչ մեթոդ է կամ թեթև այդ արգանդափողերի պլաստիկան բանը գրեթե բարդություններ չեն ունենում, դրա համար սկսելու եմ առաջարկել բուժառուներիս, իհարկե ռեպրոդուկտոլոգի խորհրդատվությունը առաջնահերթ է, որ ձվաբջիջների պաշարը չկորցնենք, մինչև մենք վիրահատում ենք եւ այլն, բայց բուժառուները իմանան, որ այսպիսի հնարավորություններ կա ու հետաքրքիր է, որ այս ախտորոշիչ լապարասկոպիան անգամ հոգեբանորեն կարող է կնոջ օգնել հղիանալ, հասկանում եք, որովհետեւ ինքը արդեն ամեն ինչ արել է, անգամ վիրահատվել է, սա կարևոր է, սա ուզում ասել, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։